Փառք Աստծո, որ Աստված այս անգամ էլ մեզ բոլորիս ողորմություն արեց, իր շնորհին արժանացրեց, որ մենք այս մեծ սրբավայրում հավաքված միասին աղոթում ենք, պատարագ ենք մատուցում, պատարագի աղոթքներ ենք անում։ Ուզում եմ նախ իմ երախտագիտությունը եւ խոնարհումը հայտնել Վանորեից տեսուչ Արտակ Սրբազանին, որի բարեհաճ թույլտվությամբ եւ օրհնությամբ արտոնությամբ այսօրվա ուխտագնացությունը եւ պատարագը տեղի ունենում, նաեւ այս վանքի վանահորը հայր Իսահակին, որը ամեն ինչ արեց, որ մենք ոչ մի դժվարություն չունենանք եւ այսօրվա պատարագը կայանա։ Թող Աստծո օրհնությունը իրենց կյանքերի վրա լինի, Աստված հաստատում պահի իրենց հավատքի մեջ եւ իրենց շնորհի Աստծուց իրենց տրված հովվելու իր հոտը ել ավելի առատացնի մեր հավատքի այդ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեփոխությամբ եւ օրհնությամբ եւ ոչ միայն իրենց, այլ ամբողջ հայոց եկեղեցու սպասավորության վրա, որոնք ուրեմն հետնորդները կամ աշակերտներն են Սուրբ Գրիգոր Լուսավորչի վեհափար հայրապետից սկսած եւ մեզանով մեզ բոլորովս վերջացրած թող Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնությունը եւ բարեփոխությունը լինի ամեն։ Մենք գտնվում ենք հիմա այն վիրապում, այն զնդանում, այն մահապարտների բանտում, այն գերեզմանում, որտեղ Գրիգոր Լուսավորիչը շուրջ 15 տարի փակված էր, թաղված էր, այսպես ասենք, որտեղ Գրիգոր Լուսավորչին ուղղակի չէին բանտարկել, Գրիգոր Լուսավորչին թաղել էին եւ չեն էլ մտածում երբևէ այդ գերեզմանից հանելու մասին։ Գիտեք, մեզ համար բանտը վատ տեղ է, առավել վատ տեղ է գերեզմանը։ Գերեզման բառը մեզ մոտ միշտ այսպես բացասական ուրեմն տրամադրություններ առաջացնում։ Բայց աշխարհում կա գերեզման, որը ոչ թե բացասական տրամադրություն, այլ ուրախություն, ցնծություն եւ լույս է մեզ պարգևում։ Քրիստոսի գերեզմանը Երուսաղեմում, որը թափուր է մեռելից, որտեղ ննջեցյալ չկա, որովհետև մեր Տերը այդ գերեզմանում չմնաց, այլ հարություն առնելով այդ գերեզմանը փոխեց լույս գերեզմանի։ Լույսը հաղթեց խավարին, կյանքը հաղթեց մահվանը։ Եվ այսօր էլ մենք գտնվելով այստեղ մի իրողության ենք ներկա, որ այս զնդանը, այս գերեզմանը, այս գուբը, այս բանտը իրականի մեջ երկնքի արքայության մի մասնիկ էր։ Գրիգոր Լուսավորիչը իր բանտարկության մեջ ինքը երկնքի արքայությունում էր գտնվում։ Ինչ է երկնքի արքայությունը։ Երկնքի արքայությունը ֆիզիկական տեղ չի, աշխարհագրական վայր չի, այլ երկնքի արքայությունը Աստծո ներկայությունն է։ Իսկ Լուսավորիչը ինքը փաստում էր, որ Աստված իր հետ էր այստեղ։ Դրա համար իր 15 տարիները 15 օրվա պես չանցան։ Որտեղ Աստված ներկա է, այդ տեղը վերածվում երկնքի արքայության։ Եթե Աստված գերեզմանի մեջ է, այդ գերեզմանն է երջանկության մի վայր։ Եթե դու փառահեղ, շքեղ, այս աշխարհի չափանիշներով վիճակի մեջ ես, բայց Աստված քեզ հետ չի, դու դժոխքում ես գտնվում, որտեղ Աստծո բացակայությունը դժոխք է, Աստծո ներկայությունը երկնքի արքայությունը։ Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց. եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ ետևից, որովհետեւ ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի։ Եվ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն։ Ինչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի, կամ մարդն իր անձի փոխարեն ինչ փրկանք պիտի տա, քանի որ մարդու որդին գալու է իր հոր փառքով
իր հրեշտակների հետ միասին եւ այն ժամանակ յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն մարդու որդուն եկած իր արքայությամբ։ Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ ետևից։ Ով փորձի իր անձը այս աշխարհի մեջ ապրեցնել, պիտի կորցնի, եւ ով ինձ համար իր անձը կորցնի, նա պիտի ապրեցնի։ Կարծեք թե այսօրվա տոնի տրամադրությամբ այս խոսքերը հենց գրված են մեր Սուրբ Հայր Գրիգոր Լուսավորչի վերաբերմամբ, որովհետև Գրիգոր Լուսավորիչը վերցրեց իր խաչը եւ հետևեց Հիսուսին։ Շատ նման է, եւ ավետարանում մեր Տեր Հիսուսն ասում է, աշակերտին բավական է ընդամենը իր ուսուցչի նման լինել։ Եվ մեր Տեր մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որպես աշակերտ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ճիշտ իր ուսուցչին հետևեց։ Ինչպես իր խաչը առավ, հանձն առավ չարչարանքը, հանձն առավ տառապանքը, հանձն առավ ամեն տեսակի նեղություններ, մինչև իսկ մահը, բայց հետևեց Հիսուսին։ Գրիգոր Լուսավորչի խոր վիրապ մտնելու ներքողի մեջ մի հետաքրքիր բան է ասում։ Ասում է Գրիգոր Լուսավորիչը խոր վիրապ մտնելով իրականի մեջ երկինք բարձրացավ, որտեղ խոր վիրապը երկնքի ներկայություն էր Գրիգորի համար։ Խոր վիրապը Աստծո հետ լինել էր Գրիգորի համար։ Եվ խոր վիրապից դուրս գալը երկնքից իջավ եւ լույսը բերեց եւ տարածեց Հայաստան աշխարհի մեջ։ Մեզ լուսավորեց Սուրբ Ավետարանի լույսով։ Բայց այդ ամեն ինչի համար ինչ էր պետք։ Այդ ամեն ինչի համար սեր էր պետք հանդեպ Աստծուն։ Գրիգոր Լուսավորիչը շատ էր սիրում Աստծուն։ Իր կյանքից ավելի էր սիրում Աստծուն եւ պատրաստ էր զոհաբերվել, պատրաստ էր իր կյանքը տալ եւ այդպես էլ արեց, միայն թե Քրիստոսից չբաժանվի, միայն թե Քրիստոսի սերը չկորցնի։ Ինչի պակասը, որ մենք այսօր ունենք։ Ասում է ավետարանը, ինչ կշահի մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Անիմաստ բան է։ Ամբողջ աշխարհը փուչ բան է։ Այն կոչման, այն սիրո, այն աստվածային շնորհի առել, որ Աստված տվել է մարդուն։ Աստված մարդուն տվել է կոչում իր որդին լինելու, իր նմանությունը, իր պատկերն է տվել եւ իր արքայության ժառանգորդ լինելու շնորհին արժանացել։ Մենք այս ամեն ինչը մոռացած, մենք այս ամեն ինչը թողած, փորձում ենք այսօր աշխարհի մեջ ինչ որ բաներ շահել։ Ինչ պիտի շահենք, ունայնություն։ Ինչ պիտի շահենք, ոչինչ։ Եվ մի օր պիտի պարզվի, որ մենք ոչինչ չշահեցինք։ Ինչի համար, որտեղ մենք շեղվել ենք այն վիճակից, այն հավատքից, այն եկեղեցուց, որ Գրիգոր Լուսավորիչը մեզ ավանդել է։ Ամեն ինչից առավել, մեր կյանքերից առավել սիրել Աստծուն եւ հետևել նրան ամեն գնով, նույնիսկ իր հետ գերեզման մտնել, որտեղ իր հետ մահը կյանք է, առանց իրեն կյանքը մահ է։ Գրիգոր Լուսավորիչը այսպես ապրեց եւ այս ավանդեց մեզ։ Չսիրեց այս աշխարհը, չսիրեց այս աշխարհի փառքը, մեծությունը, թեև այս գուբ գերեզմանից մի օր հարություն առավ, դուրս եկավ, լուսավորեց ամբողջ Հայաստան աշխարհը, մեծարվեց բոլորի կողմից, Աստված մեծարեց, Աստված բարձրացրեց, Աստված որպես արեգակ, իմանալի արեգակ ծագեցրեց Գրիգոր Լուսավորչին Հայաստան աշխարհի վրա, որ լուսավորի ամբողջ Հայաստան աշխարհը, բայց միևնույն է, ինքը դրանից ոչ գայթակղվեց, ոչ դրանով ապրեց, այլ ինչ արեց, ունայնություն համարելով քաշվեց, հեռացավ, գնաց լեռները աղոթքի մեջ, Աստծո հետ լինելու, Աստծո ներկայության մեջ ապրելու համար եւ այդպես էլ ննջեց մարդկանցից հեռու անհայտ
բայց Աստծո համար հայտնի, Աստծո համար սիրելի, Աստծո համար մեծ եւ մեծարված։ Եվ այսօր մենք բոլորս բախտ ունենք գտնվելու այն սուրբ վայրում, որտեղ մեր հավատքի այր Գրիգոր Լուսավորիչը 15 տարի մոթել է։ Եվ իր հետ խոսակից է եղել, իրեն ընկերակից է եղել Աստված, հրեշտակների բնակարանի այս վայրը, Աստծո ներկայության մի վայր է, եւ դա Աստված, որ մենք էլ այսօր այստեղից, ամեն մեկս մեր հավատքով, ամեն մեկս մեր փափագով, մեր աղոթքով, մեր եղձով, այդ Գրիգոր Լուսավորչի արժանացած շնորհներից մի կապելի, մի փոքրիկ մասնիկի արժանանանք, Աստծուն տեսնենք այստեղ, Աստծուն գտնենք այստեղ, Աստծուն ունենանք մեր սրտերի մեջ, Աստծով լցվենք, Աստծով զորանանք եւ Աստծո հետ լինենք, Աստծո սիրով լցվենք, որտեղ Գրիգոր Լուսավորիչը հատկապես լուսավորիչ դառավ այս վիրապի մեջ, այս վիրապի մեջ է, որ ինքը այնքան զորացավ, այնքան շնորհներով զարդարվեց, որ վիրապից դուրս գալուց հետո այլևս ոչ մի բան առջև չկարողացավ արգելք լինել եւ հաղթանակեց Քրիստոս, հաղթանակեց ավետարանը ողջ Հայաստան աշխարհի մեջ։ Թող Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեփոխությունը լինի ոչ միայն մեզ, այլ մեր ողջ ազգի, մեր ողջ ժողովրդի, մեր եկեղեցու եւ համայն աշխարհի վրա, որովհետեւ Գրիգոր Լուսավորիչը համաշխարհային սուրբ է։ Բոլոր եկեղեցիները Գրիգոր Լուսավորչին մեծանում եւ փառավորում են եւ տոնախմբում են։ Թող իր բարեփոխությունը աշխարհին այսօր հավատք տա։ Հավատքը, որ ինքն ուներ, այն սերը, որ ինքն ուներ հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, Աստված բոլորիդ ուխտը ընդունի եւ ինչ աղոթքներով, որ այսօր եկել եք, մի փոքր ձեզ նեղություն եք պատճառել, չեք քնել, չեք կերել, եկել եք այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը տոնը կատարելու, թող Աստված այդ ձեր փոքր ճգնությունների, փոքր չարչարանքների դիմաց իր Աստվածային մեծ շնորհը պարգևի, իր ողորմությունը, մեղքերի քավություն եւ թողություն շնորհի Աստված բոլորիս։ Ամեն։